Սողոմոն Թեյլերյանի արածով պետք է հպարտանալ։ Իհարկե։ Ոնց կարելի է չհպարտանալ այդպիսի ազգասեր, այդպիսի մարդուց։ Այո, իհարկե։ Իսկ գիտեք, որ 104 տարի առաջ այսօրը նա սպանել է։ Ճիշտ ասած, չգիտեի, որ այսօր սպանել են, բայց իր արածով պետք է հպարտանալ։ Իհարկե։ Գիտեք, որ 104 տարի առաջ այսօրն է Սողոմոն Թեյլերյանը։ Չէ, չգիտեի որ ասում։ Ես մտածում եմ, այո։ Այո, իհարկե, անպայման։ Այն վաղ սաղել հպարտանում էին, հիմա սաղել հակառակ բաներն են անում։ Ինչն է փոխվել։ Սողոմոն Թեյլերյանի նման մարդիկ հիմա քիչ են ծնվում, կամ էլ ծնվում են հակառակ բաներն են խոսում։ Դու հարցեր տուր նիկոլիզմից, որ ասեմ, երգիր էր, լավ էր, վատ էր, սարքում էին, կնչի եկակ քանդիկ ավիրիկ, հիմա թողում եք ռադլնեք եթակ։ Բայց թողնում են գնան։ Չեն եթում, բայց պետք է տեսես պռնդես, այդ ուրիշ ճար չկա։ Մացար, չգիտեմ, սուտ եմ խոսում, թե չի ժողովրդի մեջը բաժանել են թայֆա բազարի։ Ինչ են ասում, քոչարյանականներ և սրանցականներ, նրանցականներ։ Մի հատ պետք է գար դեմիրճանականներ, նորմալ ղեկավար են ու նորմալ երգիր ելներ, ստե աշխատող ժողովուրդ են, որ եթում են Ռուսաստաններ դուրները գալիս է, գնացին էլ չեն գալիս, էլ կտան թուրքերին կպրծնեն, եթե սխալ եմ կներեք։ Սողոմոն Թեյլերյանի արածով պետք է հպարտանալ։ Իհարկե։ Փախստական են։ Գիտեք, Չէ, ոչ մեկը չեմ չլաց։ Իհարկե։ Իհարկե պետք է։ Մարդը ազգի հերոս է, ոնց պետք չի։ Մեր նպատակն է այդպիսի մարդկանց պահել, փայփայել, սիրել, հարգել։ Նեմեսիսը դա շատ մեծ նշանակություն ունի։ Երևի այս ղեկավարությունն էլ է վախենում Նեմեսիսից։ Սողոմոն Թեյլերյանի արածով ոչ թե պետք է հպարտանալ, դա ազգի հերոսությունն է, նա ազգի հերոս է, որը ցավոք մեր օրերում չկա, գոյություն չունի, այնպես որ այն ինչ-որ նա է արել, նա արել է ոչ թե իր համար, նա արել է մի ամբողջ ժողովրդի համար, մի ամբողջ ազգի համար։ Ցավոք չեն սովորում, օրինակ չեն վերցնում, ընդհակառակ այդ տեսեք կենթանի դիակներ են քայլում են, յաներն անջատած, անկապ, ոչ մեկի վեճը չի, որ սենց ողորմելի վիճակի մեջ է հանրապետությունը, ոչ մեկի վեճը չի, որ Փաշայանը նմանվել է, չեմ ուզում անունտամ, իսկ Սողոմոն Թեյլերյանը դա պատմություն է և դպրոցներում պարտադիր պետք է երեխաներին ուսուցանել և բացատրել, թե ինչ է արել նա, հասկանում եք կարևորը որն է, թե ինչ է արել նա և ինչու է արել, որպեսզի երեխաները տեսնեն և սովորեն և այս պատահական մարդկանց, այն Ուսյանի նման, այս Քաշնազարի նման պատահական մարդկանց, Ուսյանի նման այսին պգանը միտլոյ, մաքրի ու վերացնի, այնպես որ հպարտանալ դա այն բառը չի, դա քիչ է ասված։ Դա պետք է մեր բոլորի համար օրինակ հանդիսանա, ուղեցույց հանդիսանա և մենք բոլորս պետք է շարժվենք այդ ուղղությամբ, ոչ թե այս նման, յաներն անջատած ապրեն, հասկանում եք։ 104 տարի առաջ այսօրը 1921 թվականի մարտի 15-ին հայ վրիժառու հայոց ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեյլերյանը Գերմանիայում սպանեց Թալյատ Փաշային, ով հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկն էր։ Օրագի նյուզի սիրելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ինչ եք կարծում Սողոմոն Թեյլերյանի արածով պետք է հպարտանալ։